Տիկին Վարդապետյան, եթե հնարավոր է կարող եք մեզ եւ հանրությանն էլ տեղեկացնել այդ ֆիզիկական անձանց անունները, որոնց հետ փոխկապակցված են այդ իրավաբանական անձին, որտեղ կարծում եմ, որ դա պակաս կարևոր չէ, թեև միգուցե մենք գուշակում ենք դա որ գույքերին է վերաբերում, բայց կարծում եմ ճիշտ կլինի, որ նաեւ հնչեցնենք մեր այսպես չակերտներով ասած հերոսների անունները։ Շնորհակալություն։ Խնդրեմ Տիկին Վարդապետյան։ Գույքերը պատկանում են նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, բնականաբար հայտնի գույքեր են, մեկը Հարսնաքարն է, մեկը Վլադիմիր Գասպարյանին նախկին փոխոստիկանապետին պատկանող առանձնատունն է, մի մասը 0-ից ցածր է, մի մասը չէ։ Գույքերից մեկը Նորայր Փանոսյանինն է պատկանում, իհարկե այս բոլոր գործարքները չեն կնքվել ուղիղ այս պաշտոնատար անձանց հետ, հիմնականում կնքվել են մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ, այսինքն անձինք որպես իրական շահառուներ են տեսանելի։ Առանձնատունը, որի մասին նշեցի, եւս պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, մի գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին, մի գույք եւս, որը պատկանում է իրավաբանական անձին, այդ մասին ուղղակի փոքր գույքը 450 քառակուսի մետրի մասին է խոսքը, պատկանում է իրավաբանական անձին, որը նման բարձրաստիճան պաշտոնատար անձ չի, միջին ուղղակի պաշտոնատար անձ է։ Ու այս աշխատանքները հիմնականում վերաբերում են պարոն Թորոսյան նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց։ Այլ հարցեր։ Պարոն Սարգսյան։ Շնորհակալություն։ Ես կխնդրեի պարոն փոխվարչապետ, այս գույքերի քանդման հետ կապված մենք առաջարկություն ներկայացնենք համայնքին գումար տրամադրվի։ Բավականին մեծ միջոցներ է պահանջվում, դրա համար համայնքը դժվարանում է այդ բոլոր գույքերը ժամանակին քանդում իրականացնել։ Խնդրեմ առաջարկենք, որ գումար ներկա տրամադրվի, համայնքը կարողանա այդ քանդման աշխատանքները իրականացնել։ Պարոն Սարգսյան, շնորհակալություն այդ առաջարկի համար։ Ես կարծում եմ մենք կարող ենք քննարկել այդ հարցը, ձեզ հետ առիթ ենք ունեցել համանման առիթներով համանման դեպքերի կապակցությամբ խոսելու, բայց եկեք ընդունենք նաև, որ խոսքը ոչ միայն գումարների բացակայության մասն է, այլ բավականաչափ հետևողականություն տեղական ինքնակառավարման մարմինները չեն ցուցաբերում կայացված որոշումներ իրագործելու ուղղությամբ։ Ընդունում եմ ձեր առաջարկը, եկեք առանձին աշխատանքային քննարկում ունենանք եւ եթե պարզ դառնա, որ մեր կողմից պետական բյուջեից հատկացող միջոցները կարող են օգնել, որ կայացված որոշումները արագ իրագործվեն, ապա կարող ենք նաեւ այդպիսի աջակցություն ցուցաբերել։ Պարոն Մեյմարյան, դուք կխնդրեմ, որ հետեւական լինեք Սևան ազգային պարկի կողմից իր համար նախատեսված առաջիկա անելիքները իրագործելու հարցում։ Մենք ձեզ հետ նույնպես քննարկելու առիթներ ենք ունենում տարբեր հարցերի առնչությամբ, սա էլ այն դեպքերից է, երբ որ պարոն Սարգսյանի առաջարկը ընդհանուր հարցերի շրջանակում դիտարկելով կարող ենք նկատելի առաջընթաց արձանագրել։ Տիկին Վարդապետյան, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, քանի որ առաջարկի հետ կապված է այն, ինչ ուզում եմ ասել, ի նկատի ունեցեք, որ այո, կան գույքեր, որոնք քանդման ենթակա են, որովհետև եւ էսթետիկ տեսքի առումով եւ իրենց ֆունկցիոնալության տեսանկյունից այո միանշանակ պետք է քանդվեն, բայց իմ կողմից նշած գույքերը առանձնատներ են, հանգստյան տներ են եւ բավական մեծ ներդրումներ են, այս առումով ես կարծում եմ մի փոքր ավելի ընդլայնված քննարկում պետք է իրականացվի, կխնդրեմ նաև մեզ էլ ներգրավել, այստեղ իրավական դուալիզմ ունենք, մի կողմից ինքնակամ կառույց է, եթե որպես գլխավոր դատախազի կարծիքը հարցնեք, ես կարծում եմ դրանք պետք է հողին հավասարացնել, քանդել եւ դրանով ցույց տալ, որ նմանատիպ վարքագիծը երբևէ ընդունելի լինել չի կարող եւ չի կարող գոյություն ունենալ իրականության մեջ, բայց ես նաեւ հասկանում եմ, որ գույքերը կարող են ունենալ նաեւ տնտեսական, կրթական, առողջապահական որոշակի ներուժ, որը կարելի է կիրառել եւ ես կխնդրեմ, որ կառավարությունը մեծ գույքերի հետ կապված աշխատանքային կարգով քննարկումների ընթացքում, եթե հնարավոր է հստակ չափանիշներ սահմանի, որ դեպքում են, որ գույքերը միանշանակ ենթակա են քանդման եւ որ դեպքում են, որ գույքերը կարող են բացառիկ դեպքում տրամադրվել օրինակ առողջապահության նախարարությանը, կրթության նախարարությանը, պաշտպանության նախարարությանը, շրջակա միջավայրի նախարարությանը, կրթական, առողջապահական եւ այլ հանրօգուտ սոցիալական նպատակներով օգտագործվելու համար։ Կխնդրեմ քննարկումը մի փոքր այլ լայն նայել, ոչ միայն քանդման համար սուբվենցիաների շրջանակում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Վարդապետյան, ձեր առաջարկը նույնպես անպայման կդիտարկենք եւ կհրավիրենք նաեւ դատախազության գործընկերներին այդ աշխատանքային քննարկումներին մասնակից լինելու համար։ Այլ նկատառումներ, հարգելի գործընկերներ։
չկան, առաջարկում եմ քվեարկել հարցը, ովքեր են դեմ նախագծի հաստատմանը։ Դեմ չկա, նախագիծը հաստատված է։